Ռետրոսպեկտիվ շատ հեշտ է հիմա դատել, բոլորիս է հեշտ։ Չկա տես մարդ, որ իմանար այսպես կլներ, ամենակոշտ միջոցների կողմնակից չլիներ։ Սերժ Սարգսյանի ընդդիմախոսներն էլ են ասում, ընդդիմության շարքերից ասում են, թող կրակեր մի 100 հոգի էլ թող մահանար։ Եկեք չմոռանանք այդ հարցը, մի միտք ասեմ։ Այսինքն 18 թվականի ստեղծված փաստացի իրավիճակում, երբ որ ակնհայտ էր իմ ներկայացրած պատկերը եւ ակնհայտ էր նժարի վրա դրված խնդիրը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հարց էր առաջանում, եթե դու ուժ ես կիրառում, ում դեմ ես կիրառում այդ ուժը, հարց ձեզ եմ տալիս, Փաշինյանի, սխալվում եք, ում դեմ։ Հայաստանը այն պետությունն է, որ կարող է ուղիղ առճակատման մեջ մտնել աշխարհակաղակական բոլոր կենտրոնների հետ, վստահեցնում եմ, չէ։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը կպարտվել է աշխարհակաղակական ուժերի։ Ում ուզում է դուր գա, ում ուզում է դուր չգա, հիմա դա ընթացիկ քաղաքականություն է, դրանից չի փոխում իրականություն, ինքը առանց շատ մանրամասներ ասելու բովանդակությունը ճիշտ է փոխանցել,